Օրեր առաջ Մարմարիկում անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը չի հավատում, որ երեխան գետն է ընկել։ Նրան ըստ պապիկի գողացել են։ Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում նա նաև պատմել է, որ երեկ զանգել են իր որդուն, Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել։ Եվ դա 2 անգամ։ Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել։ Թե ով կարող էր զանգել, պապը պատասխան չունի։ Այնքան մարդ կա, որ ուրիշի վշտով երջանկանում է, հոգոց է հանում պապիկը։ Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքում է նաև հարևանը։ Էդ երեխուն ոնց որ այլ մոլորակայինները տարան։ Այ այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ էդ երեխեն, ասաց նա։ Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ աշխատանքները տարվում են ինչպես գետի երկայնքով ու ջրամբարում, այնպես էլ գյուղում և հարակից տարածքներում։ Փրկարարական և ոստիկանական մեծաքանակ ուժեր կան ներգրավված։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները։ 3 մայիսի 11-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կիլոմետրանոց երկայնքով շարունակվում են Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները, գրում է Շամշյան.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և նույն կենտրոնի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ փրկարարները կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։ Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։ Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում Rafting in Armenia և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի մեծ թվով անդամներ։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքներն անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում։ Նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում Rafting in Armenia և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի անդամները վտանգում են իրենց կյանքը։ Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 7:30-ից վերսկսել էին մայիսի 4-ին Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները։